Բարի սիրուն հայկական առավոտ բոլորիդ սիրելի բարեկամներ, այս նախորդ վլոգի շարունակությունն է, եթե այն մեկը չեք նայել, այն նայեք, հետո նոր ես նայեք, որովհետև կիսատ կթված ես, եթե այն սկիզբը տեսած չլինեք։ Grand Candy-ի Պոնչիկանոց ենք գնում, այդ վլոգի շարունակությունն է այս։ Հասանք Պոնչիկանոց, ժողովուրդ ջան։ Երևան գալու Պոնչիկանոց չգնալ է սխալ է, գնացինք։ Քանի որ չգիտեմ կարելի է նկարել թե չէ, ժողովուրդ ջան, ես ուղղակի ինձ կնկարեմ, հետն ձեզ ցույց կտամ։ Վերևում տեղ չկա, ժողովուրդ ջան, գնանք այն մյուս կողմ էլ շատ սիրուն է այստեղ, բայց տեղ չկա նստելու, պետք է գնանք կողքը նայենք լիքնային։ Շատ հաճելի էր, բայց այստեղ այստեղ գնանք հիմա։ Հալո։ Շատ սիրուն է, շատ սիրուն է։ Այստեղ երևի ծնունդ են նշում, ես ինչ աղմուկ է։ Մեր տղաց մի քիչ լավ չեն տեսնում։ Մենք էլ վերջապես գտանք, նստեցինք, հիմա ուզում ենք խմենք, տեսենք այստեղի կապուչինոն համով է թե չէ։ Հիմա մի հատ կապուչինոն փորձենք, ժողովուրդ ջան, համեմատեմ, ամեն ինչը համեմատելով է։ Լավը չի։ Ես գիտեք, այդպես են չի, որ ուզում եմ փողոքեմ կամ բան, հակառակը միշտ կուզենամ մեր ավելի վերդասեմ, բայց համով չի կապուչինոն, ժողովուրդ ջան, բայց պետք է հիմա ես այս պոնչիկը փորձեմ։ Ես պոնչիկ չեմ սիրում, այնքան որ երեխեքի հետ նստել ենք պոնչիկ ուտելու, ես իրոք չեմ սիրում, ուտեմու չաղանամ, չեմ սիրում, այդ ուտում եմ։ Grand Candy պոնչիկը համով է, լավն է։ Ժողովուրդ ջան, հիմա ես էլ երևի անջատեմ այստեղից երեխեքի հետ ժամանակ անցկացնեմ, ընթացքում կմիանում էլի։ Վիդեո եմ անում, կարաք շարժվեք։ Պուչիկներ ատալիս երեխեքին, մերսի։ Ները չէի նկարել, ես էլ նկարեմ, նոր գնանք ժողովուրդ։ Դուրս եկանք Պոնչիկանոցի, ժողովուրդ ջան, նենց է որ տեղը փոքր է, մարդիկ կան շատ նստած, ասենք դե ուրիշին չի կարելի նկարել, ահա մուլտիկի հերոսը մոտենում է, որ իրան էլ իմ հետ նկարեմ։ Ողջույն, այդպես իմ բաժանորդներից հանդիպեցի, Կարնե ջան, եթե հիմա այս վիդեոն էլ կնայես, նորից ողջույն, ուղղակի ինքը չուզես նկարվել, հանդիպեցին Grand Candy-ի Պոնչիկանոցում, ինչքան փոքր է աշխարհը, չէ, ժողովուրդ ջան, տարբեր երկրներից եկել ենք ու հիմա հայրենիքում հանդիպեցինք։ Հիմա նորից տաքսի ենք պատվիրել, ինչքան լավ է այս օնլայն համակարգը տաքսիների։ Սպասում ենք մի րոպեից կհասնի, հիմա արդեն տուն կգնանք։ Աշոտը դուրս չի եկել մեր հետ, մենակ է տանը։ Գնանք երկար մենակ չթողնենք։ Ահագին գործեր ունենք այսօր, Ուզում եմ ազերս էլ էստեղ կտրեմ, ժողովուրդ հիշում եք, որ ասում էի պետք է ներկեմ ու չեմ ներկել, մտադրված չէի ներկում, որ էստեղ Հայաստանում ներկեի,
Այնպես որ հիմա այստեղ կգտրեմ, որ ժամանակի առումով հասցնեմ, էլի։ Հետո մեկ ուրիշ տեղ էլ արդեն կպայմանավորվենք, կգնամ կներկեմ։ Այդպես ես թվում է ձեզ հետաքրքիր կլինի այստեղ Հայաստանում, սիրելիներս դրա համար նկարում եմ։ Իհարկե հիմա իմ ժամանակը շատ սուղ է, ավելի շատ երեխեքի հետ եմ ուզում անցկացնեմ, բայց ամեն դեպքում մտածում ձեզ էլ հետաքրքիր կլինի, գիտեմ որ շատ-շատերը դրսից են ինձ հետևում։ Ինչքան լավ գովազդ են անում, չէ՞ էս Grand Candy ժողովուրդ։ Հենց այս մուլտիկի հերոսների ներկայությունը Պոնչիկանոց շատ մեծ գովազդ է, շատ պլյուս, շատ դրական, շատ հաճելի է։ Իդեպ գներն ասեմ զուտեր իմանալու համար, պոնչիկները սովորական արժին 1.30, ոնց որ շոկոլադովը 1.50 արժեր։ Շատ համով էին, բայց կապուչինոն համով չէր, անկեղծ ասած, մեր մեջ ասած համով չէր։ Ուրիշները չեն լսում, ես կարանք ասենք, մենք մեր լավ ու վատ կողմերը։ Ահա, եկավ տաքսին, ժողովուրդ ջան, կհանդիպենք։ Չէ, հակ կանաչները, այստեղի կանաչները ուրիշ են։ Ինչ արժի, 310 կիլոնա, չէ։ Սոխը կիլոն արժի 365 դրամ, ժողովուրդ ջան, 365, սխտորը լավ բարձր է, 1280, կարտոշկան 265 ագինը։ Ժողովուրդ ջան, սուպերմարկետում տեսակ մի երկու փոքր կադր արեցի։ Ահա որ անհարմար նեղվածք էր, անցնել չէր լինում, իրոք շատ նեղվածք էր խանութում, առանց իրար քսվելու մարդիկ չէին կարողանում անցնեին, հեչ հարմար չէր ճիշտն ասած։ Ինչ որ ես միանգամից դե տարբերություններից ես պետք է ասեմ, վաճառողուհիները բարեհամբույր չեն, ասենք որ մի բան հարցնում ես, դեմքիդ էլ չեն նայում, պատասխանում են այսպես մի ձևի մուննաթով, կոնկրետ էստեղ ես ընդհանուր չեմ ասում, ուր որ մտել եմ, իմ առաջին տպավորությունն եմ կիսվում ձեր հետ, հետո կասայի մոտ էլի սիրալիր չէին աշխատողները, ոնց որ դժգո աշխատեն, ոնց որ մենք մեղավոր ենք, մենք որ առևտուր չանենք, իրանք էլ չեն կարող աշխատել, հետո տոպրակները արժեն, սուպերմարկետումի տոպրակը, ցելոֆան տոպրակները արժեն 50 դրամ, ես չգիտեմ, 50 դրամ, այդ էժանատ հետ հանգա չգիտեմ, դրա համար լավ կլինի, որ այստեղ էլ բազմակի օգտագործման պայուսակներ օգտագործվեն։
խոսքս Վարսավիրի անունը Տիգրանն է, հիմա կասեք, ես կարող եմ գովազդ անում, չէ, ժողովուրդ, գովազդ չեմ անում, ուղղակի շատ հավանեցի, մեր հայ վարսավիրների նման մեկը չկան, թե դրսում, թե ներսում, իրանք անփոխարինելի են, շատ լավ կտրում են, շատ գոհ եմ վարսավիրանոցից, կտրվածքից, ամեն ինչից, դեռ չեմ ներկել, առանձին կներկեմ, որովհետև հիմա ժամանակ չունեի, մենակ մտել եմ, որ կտրեմ։ Դուրս ենք եկել էլի լավ ցուրտ է ժողովուրդ, -3, -4 աստիճան, սպասում ենք տաքսուն, այսպես ես կարճ նկարում եմ ձեր համար ժողովուրդ ջան, որովհետև ես չեմ հասցնում, այնքան շատ գործեր ունեմ Երևանում, ուղղակի ընթացքում արանք, այսպես ասում եմ միանամ, գոնե մի քիչ կադրեր անեմ, այդ կարող է մեր տաքսին ա կյանք, մերն ա, մի հատ նայենք կարող է մեր տաքսին եկավ ժողովուրդ ջան, Վարսավիրն ասում էր էլի ձյուն ա գալու, այսքանով չպրծանք ժողովուրդ ջան, էլի ձմեռը պետքա թեժանա։ Մինչև տաքսին կգա ասեմ, ժողովուրդ ջան, էլի պետքա համատենք, բնականաբար, դե Բելգիայի հետ եմ համատում գները, կտրելը, ուրեմն մազերս կտրեց, այսպես սիրուն լվացրեց, կտրեց, վենեց, ու վճարել եմ 10 եվրոից մի քիչ պակաս ժողովուրդ, պատկերացնում եք, դե համեմատեք, որ գնայինք Բելգիայում այսքան բան անենք, ինչքան ենք վճարելու, կտրելը, վենելը, արդեն դուք ինձ լավ գիտեք, ինչքան մատչելի է, չէ, մեր համար, որ դրսից են գալիս մատչելի է, բայց այստեղի ապրողների համար ինձ թվում է այդքան էլ մատչելի չի, որովհետև աշխատավարձերը միջինն է, այդքան բարձր չի, էլի։ Ժողովուրդ ջան, հիմա տաքսին ոչ թե արդեն գալիս է, գնանք տուն, էլի այսպես կհարմարացնեմ, կմիանամ, ինչ որ անում եմ առօրյայից կփորձեմ ձեր հետ էլ կիսվեմ, գիտեմ, որ ձեզ հետաքրքիր է, դուք էլ եք Հայաստանը շատ կարոտել դրսի ապրողները, ահա լույսերն էլ վառեցին մեր պատվին, տեսեք ինչ լավ լուսավորվեց փողոցը, մանումենտի մոտ ենք հիմա։ Առանց գլխարկ շարֆ դուրս գալը իրոք սխալ էր ժողովուրդ, ինձ թվում է տունը որ տաք է դուրս ես գալիս, քեզ թվում է չես մրսի, բայց չէ, դրսում իրոք շատ ցուրտ է։ Այստեղի ցուրտը մի քիչ ավելի ուրիշ տեսակի ցուրտ է։ Մեր այնտեղի Բելգիայի ցուրտը ավելի խոնավությունն էլ հետ է, երևի ավելի ուժեղ ցուրտ է, քան այստեղինը։ Այնտեղի սառնամանիքը ավելի ուժեղ է, քան այստեղինը։ Այստեղ չոր է ավելի, սառնամանիքն էլ ցուրտն էլ ավելի չոր է, քան այնտեղ, ծովի մոտ դեվան է, չէ, ավելի խոնավությունը շատ է։ Հիմա սպասում ենք, ինչ շատ դուր է գալիս, այս օնլայն տաքսիներ կանչելը, շատ լավ է, այդ կառանարած, այդ ապերը, ապլիկեյշնները, դրանցով որ կանչում ենք, շատ հարմար է, ամեն ինչ մատչելի, գումարը, ամեն ինչը պարզ թափանցիկ երևում է։ Ցուրտ է։ Տեղատրները երկար են, հա, բաց մնում երևի։ Հիմա ժամը 6-ն է կամ 6:00, հեսա, այդ կողմերն է, 6-ի կողմերն է ժամը։ Այնքան փոքր է սուպերմարկետը ժողովուրդ ջան, չեմ կարողանում նկարել, ուզում եմ ձեզ ցույց տամ, որ համեմատեք, բայց ձևը շատ լավ է, անցկացնել չի։ Համում հարմար չի լինում նկարել ժողովուրդ ջան, բանն է, այդ սուպերմարկետը անունը չեմ ուզում տամ, որ գովազդ չհնչի, քաղաքում շատ կա, բայց բանա, նեղվածք, շատ, այսպես մարդիկ իրար կողքի չեն կարողանում ասեն դառնան, առանց իրար կպնելու, իրոք շատ նեղվածք է, հետ հարմար չի, ուզում եմ առևտուրը ցույց տամ, հետաքրքիր կլինի այստեղ առևտուրը ձեզ հետաքրքիր կլինի, միշտ այնտեղի առևտուրն եք տեսնում, գներն էլ կասեմ, դուք արդեն ես չեմ փոխի եվրոյի կամ բան դրա ժամանակը չունեմ, ուղղակի կասեմ ինչ որ մենք վճարել ենք, եթե հետաքրքիր է ձեզ։ Ուրեմն այս բաղնիկ սուքան մաքրելու համար ձեռնոցներ ենք վերցրել, սրանք արժեին 260 դրամ։ 260 դրամն էլ մոտավորապես անում է 5 եվրոից կարծեմ պակաս, չէ, կարծեմ մի քիչ պակաս էլի, լավ դուք այդ բանով նայեք, չգիտեմ, հիմա չեմ կարա, ես
դրանք բանան են, փոխեմ էլի։ Էս էլ մոտարապես 250 դրամ արժեր ամանես կուպ կան։ Էս երեխեքի համար ինչ-որ քաղցրավենիք, հա, չգիտեմ գինը կկարողանամ գտնեմ թե չէ, այնքան էլ մանր ա գրած։ Լավ, ես ավելի շուտ կնայեմ սրանք ու հետ դրանց վրա գները կգրեմ։ Այստեղ պանդիկներ ենք, չէ, պանդիկներ չի, ինչ է, սուրճ է։ Հա, սուրճ ենք վերցրել։ 65 ցենտ, 65 լումայա, չէ, դրամի մանրը։ Հա, լումայա հայկական դրամի մանրը, երեխեք։ Հա, 65 կոպեկ, լավ ասեմ, 65 կոպեկ արժի, խնձոր ենք վերցրել, խնձորի համար վճարել ենք, արժեքների ես ուղղակի այստեղ կգրեմ կնայեք ժողովուրդը։ Լիմոն ընդամենը 2 հատ վերցրի, որ տանը ուղղակի լինի։ Լիմոնները ուրեմն հազիվ կարողացել եմ, նախ շատ խոշոր են, այդ լավը որ խոշոր են, բայց այս որ սեղմում ես փափուկ, ես թվում է այսպես մանդարինը ման կլպես կկլպվի, հազիվ 2 հատ ջոկել եմ մեջից։ Մի քանի հատ կիվի եմ վերցրել։ Տեսնենք լա, այստեղի կիվիներն էլ մեր են կիվիների, բելգիական կիվիների նման են, որ ամիսներով մնում չեն հասնում։ Մանդարինի սեզոնա դե, մանդարին վերցրինք։ Ու նարինջ 2 հատ։ Ընդհանուր առևտուրը ժողովրդյան կազմել է 5000 դրամ։ Այս փոքրիկ առևտուրը, ասեցի ձեզ ցույց տամ, հիմա ուրեմն ընթրիքի ժամը, գնանք մենք հաց ուտենք, կմիանամ էլի ժողովուրդը։ Այնքան ցուրտ է, հիմա Երևանում, շատ ցուրտ, -3 աստիճան է։ Ձեռնոցը չդրեցի, չվերցրի, տաքսու ենք սպասում։ Տվեց 10 րոպե պետք է կտևի մինչև մոտենա, մի քիչ ավելի ուշացավ, ինտերնետն էլ հեռախոսի այնքան վատն է, սպասում ենք պետք է որ 3 րոպեից մոտենա։ Ատամնաբուժարան ենք գնում ժողովուրդ, երևի արդեն հասկացել եք, որ ատամների գործով եմ եկել Հայաստան։ Հիմա գնում ենք ատամնաբուժարան, ահագին դժվար պրոցեդուրա է սպասվում։ Լարվածություն կա ամեն դեպքում, բայց ինչ որ է, գնանք անենք վերջացնենք։ Ինքան բանա, որ մարդիկ ասում հայերեն են խոսում, հաճելի է շատ էլի։ Աշոտ ես արձանը, ում արձանն է։ Դու էլ չգիտես, Աշոտն էլ չգիտի։ Հիմա ձեզ ցույց տամ ժողովրդյան, գրեք թե ինչ արձանը։ Դեպի Մերգելյանի բանի կոմիտասի սկիզբն է, որ Մերգելյանի փողոցն է։ Որտեղ է Աշոտ։ Կևյանի սկիզբը, բանի Կևյանից որ գալիս ես դեպի կոմիտաս, հենց կոմիտասի սկիզբն է։ Հա, իսա ցույց տամ, արդեն իմ բարեկամները կիմանամ ինչ արձանն է կգրեն։ Ահա, իսա ձեզ ցույց տամ ժողովուրդը։ Տեսեք Երևանը ձմեռային, ամառը շոգ, ձմեռը ցուրտ։ Մեր երկրի կլիման տենց է, չէ, բանա, այդ տարբերությունը շատ մեծ է։ Շոգը շոգ է, ցուրտը ցուրտ է։ Գնամ տեսնեմ, տաքսին գալիս է, թե չէ։ Այստեղ էլ Երևան City-ն, այնքան փոքր խանութ է, եղվածք։
Բարի ժողովուրդ։ Հնարավոր է վլոգի մեջ մի քանի անգամ բարևեմ ձեզ, որովհետև այնքան կարճ կադրեր եմ անում, ամենտեղ արդեն չեմ էլ հիշում, որտեղ ինչ եմ ասել, որտեղ ինչ եմ արել։ Հիմա այսօր օրը 3-շաբթի է, առավոտյան ժամը 12-ից 20 պակաս։ Մի հատ պետք է սուրճ խմեմ, ասեցի միանամ ձեզ։ Վերջապես իմացանք ինչ սուրճ գնենք, դուք գրել էիք, ջամբո էիք գրել, մինչև ձեր գրելը արդեն մի տեսակ առել ենք, հեսա ցույց տամ մի րոպե։ Հա, արաբիկա, ասում էի, չէ, արաբիկան շատ լավն է։ Մի րոպե, երեք արդեն խմել ենք, շատ հավանել եմ։ Լավ բացել, չի, բայց կարամ բացել, հա, այստեղ։ Դե չեմ ուզում որովհետև դատարկ է, հոտն էլ շատ լավ է, ինքան լավն է ժողովուրդ, տեսեք, այս սուրճը, արտակարգ սուրճ է։ Կարող առնեմ մի քանի տանեմ հետս, բայց ինչով պետք է եփեմ, այդ չգիտեմ, դեռ ինչ ինդուկցիոն ջազվաներ կան։ Իմ թորնիկն է, հիմա իմ մոտ է, եկել է ձեր հետ ծանոթանա, վաղնակն է։ Անուշտղն։ Հիմա մի բաժակ սուրճ տնեմ, զգացիք դեմքիս փոփոխությունը ժողովուրդ ջան։ Երեք ահագին բարդ վիրահատություն եմ տարել լնդերի, ատամների սարքելու համար եմ եկել։ Ուռած է, երեք շատ ուռած է, պատկերացրեք 5 ժամ տևել է վիրահատությունը։ Լիքը կարևոր բաներ են դրել, իմպլանտ են դրել։ Հիմա ցավում է դեռ, բայց ցավազրկով այսօր հլը չեմ խմել, պետք է խմեմ։ Ու կարճ ասած, երեք շատ ուռած էր, այսօր մի քիչ իջել է, բայց բանը աստիճանաբար կիջնի։ Հետաքրքիր է, որ իմ մոտ տես բան չի եղել, բայց որ արնը չէր մակարդվում, ես ենթադրում եմ, որ մի հատ տեղ եմ խմում, ճնշումը կարգավորող, ենթադրում եմ, որ դրանից է, որովհետև տես բանից չեմ ունեցել տես խնդիր, խանգարում էր անդադար արնը, որ բժիշկը կարողանար աշխատել։ Սուրճը տնեմ մի անգամից, սարքեմ խմեմ, աշոտ իրալուծվող սուրճն է խմում։ Հարցրել եք որտեղ ենք մնում ժողովուրդ ջան, Երևանում ենք, տուն եմ վարձել, Երևանում ենք Կոմիտասի վրա։ Տեղը շատ լավն է, ամեն ինչ շատ լավ է, բայց դրսում -6 աստիճան է, մի հարմար ժամանակ չի, բայց դե հիմա եղանակին չենք նայում։ Մեկը կարևորը միջավայրն է, էլի։ Մեր հայկական միջավայրը մի կտա լսնեմ։ Շատ ուժեղ չեմ ուզում անեմ։ Շատ հարմար տեղ է, շատ լավ է, շենքի ներքևից խանութ կա, սուպերմարկետ է, շատ բարձր են գները, ասեմ, բելգիական խանութների գների են, բաներ կան, այդ գներ են, բաներ կան ավելի թանկի, կարող է որոշ բաներ էլ լիճեժան լինեն կամ թե չէ։ Այդպես, որ այստեղ ենք Վարշով ենք, այդ հարցը, ինչ հարցը եկիս տվել ժողովուրդ ջան, մի քանի բան հարցրի, բայց ենթադրում եմ, որ երևի հարցերը առանձին կնան, հիմա անգիր չեմ հիշում, շատ մեկնաբանություններ էի գրել, առավոտ արթնացա, կարդացի, ինքան շատ էր, բոլոր ինչի որ կարողացա, ինչ-որ հենց այդտեղ մի բան գրեմ, բոլոր լիքը լավ բաներ էի գրել, ուղղակի ոմանց կարողացա գրեմ, հետո որ տեսա շատ են էլ չեմ հասցնում, ուղղակի սրտիկ եմ ձեր գրածները, շատ շնորհակալ եմ ձեր սիրուն ջեր մեկնաբանությունների համար, ես գիտեմ, որ բոլորներ կարոտել եք Հայաստանը, Երևանը, ես գիտեմ ինչ հուզմունքով եք նայել, սիրով եք նայել, ժողովուրդ ջան, հիմա քանի որ այսպես ուռած է դեմքս, սրսկած է դեմքը, ես չգիտեմ, մի երկու երևի տանից չեմ կարողանա դուրս գամ ու երևի հյուրեր էլ չեմ ընդունի, որովհետև խոսալ էլոք դժվար է ու մի քիչ լավանայես, արդեն դուրս կգանք մի քաղաքում ուզում ենք ման գանք, հետո գնալու ենք, երկար չենք մնա Երևանում, նախ ընդհանրապես երկար չենք եկել, ժամկետը կարճ է, հազիվ արձակուրդ եմ ստացել, մի րոպենայք ես գազելի չեմ սովորել, վաղուր ջան ես էր վաղուկյանք, հա, նախ չէ, սուն ճիշտ արեցի,
Ասում եք այստեղ էլ նկարեմ, տեսնեք իմ ընտանիքի անդամներին, իմ բալիկներին, բայց ով ուզում է նկարում եմ, ով չի ուզում չեմ նկարում, Շողովժան, այստեղ էլ նույն բանն է։ Այդպես հիմա դրսում -6 աստիճան է, այս շաբաթ այդպես մինուս է լինելու, բայց ոնց որ շաբաթվա վերջից արդեն բարձրանալու է ջերմաստիճան, բայց մենք արդեն այստեղ չենք լինի։ Դեպ Շողովժան, իմ խելացի թորնիկ ինձ ասում է տատիկ, ինչ չես ասում, որ բաժանորդագրվեն քո ալիքին։ Այդպես սովորություն չունեմ, ժամանակ Աշոտն էր ասում, մեկ իհարկե պատահում ասում եմ, բայց հիմա իմ տղան ասում է, ինչ չես ասում, որ բաժանորդագրվեն։ Եմ մտածում եմ, եթե ուզեն կբաժանորդագրվեն։ Մարդիկ իրանք են որոշում, ինչ ասեմ։ Այդպես Ժողովուրդ տունը շատ հարմար է, շատ արտակարգ, այսինքն եթե նորից գանք Երևան, այս տունը կվարձենք, այդքան լավ տուն է, ամեն ինչ տեղը տեղին, ես ձեզ ցույց կտամ ամբողջությամբ, ամեն ինչ, ուղղակի պետք է քո շորերը վերցնես, կաս մտնես ապրես, շատ հարմար, ամեն ինչ է լավ, տեղը տեղով լավ, այսպես տուն, տեղ դրած տուն է, շատ լավն է, շատ եմ հավանել, տեղն է լավ, հետո կոմունիկացիան գիտեք ինչքանով է հարմար, որ հիմա ձմեռա մենք միշտ տաքսիներով ենք գնում գալիս ինչ գործերով բան, բայց շատ էժան է էլի, ասենք տաքսի ենք նստում 600 դրամ, այսինքն $1.5 կամ 800 դրամ, $2-ից էլ պակաս, այն բաները, որ ասում էի փոքրիկ առևտրի գները լրիվ խառնեցի իրար, չգիտեի գները, իդեպ իմ թորնիկն է ինձ օգնում, որ գները կարողանանք իրար հետ բան անենք։ Այս կտրոնների վրա գները ինքան մանր են գրած, որ իմ տղան քան որ իրանք խանութ ունեն, գիտի ձևերը, ինձ օգնում է, տատիկին օգնում է, որ գները հիմա վերածենք եվրոյի գրենք, որ դուք էլ իմանաք, թե ինչ գին է, Վաղուր ջան, մենք հասել էինք խնձորի գինը, լպահի, դու գտեիք, հիմա այստեղից պետք է հեռախոսանջատեմ, որ գները գրեմ ժողովուրդ ջան։ Այս սուրճս արդեն պատրաստ է, համարյա թե դե ջազվել մեծ է, սուրճը մի բաժակ։ Վերնեմ ջանին, իմ տղան։ Ձեթից, ամեն ինչից, աղից, բանից, բռնած, ամեն ինչ մեջը կա ժողովուրդ, շաքարավազ, բան, իրոք շատ լավ։ Ինչքան խելացի են այս մարդիկ, որ այս տեսակ բիզնես են դրել։ Հեսա անջատեմ։ Պատրաստասուրճս իմ սիրելի բարեկամներ, սիրուն բաժակներն էլ իհարկե ներսում, ես իհարկե սենց կլորավուն չեմ սիրում, բայց ոչինչ, գույներ շատ սիրում եմ։ Գնացինք սրճելու ժողովուրդը։ Բան, ինչ չի հեռախոսի տատիկ։ Հա, անջատելու պես։ Հա։ Անջատելու։ Քիչ առաջ մի գիծուն էր գալիս, հիմա կտրվել է, -6-ից իջել է, չէ, բարձրացել է, չի իջել, -3, չեմ կարող դուրս գամ, ցուրտ է դրսում, չի կարելի դուրս գալ ցրտի ժամանակ, դրա համար միշտ ասել է դուրս չգաս, պատուհանից եմ նկարում։ Ես կտրում եմ կյանք դրանից։ Սերեմ չորքն եմ ստեղ, ասում ես ինչն է լավ ստեղ, ինչն ես հավարում ստեղ Երևան։ Երևանի փողոցները։ Փողոցները ավելի սիրում են, քան ապարան, ձեր փողոցները ավելի սիրում են։ Ապարանի փողոցները ավելի սիրում չեն։ Նոր տարի ամնա սիրում ապարանի նոր տարիներ։ Ամեն նորտարը շացում չի գալիս ոնց որ ապարանը։ Հա, չի գալիս, բայց ձեր մոտ հիմա ավելի պարզ եղանակը, քան ստեն, այ։ Առավոտ -6 էր, հիմա -3 աստիճան։ Ձեր մոտ նայ։ Ձեր մոտ էլ է մինուս, բայց ձեր մոտ այդքան ցուրտ չի, ոնց որ քաղաք։ Դե շատ ցուրտ է։ Վաղվանից լասի ես։ Բաղդանի շարը չեմ Հա, վաղը ասատ է, չէ, հունվարի 28-ն է։ Վաղ իսկ դասակցակ դասաժամերը օրական քանիսն են, քանի դասաժամն ես օրակ։ Օրական բան մենակ 2 շաբթի պես ծաշ։ Դեռ իսկ մնացած
Իսկ մնացած օրերին է 5 տասնաժամ։ 5 տասնաժամ, մեկը ստասին գա վերջանում։ Հա, եկած Բայց դասերը քանիսին է սկսվում։ 9-ին։ Լավ, գիտես, ընդ Բելգիայում ժամը 8-ին է չէ՞ շուտ սկսում դասերը։ Չէ, որտի ուտոսկիս։ Հա։ Ուտոսկիս սկսվում։ Երկար, այն դասամիջոցները 5 րոպե, երկարը 10, թե ավելի երկարը։ Երկարը 10-15։ Բայց բուֆետ բան կա, որ մի բան առնեք ուտեք։ Առնել լավ չի, մինչև 4 դասարան զրիթում ենք, հետո չեն կետ։ Դու իմա չորոշ ես։ Հա։ Հա, բայց ինչ են տալիս, օրինակ ինչ եք ուտում մեջ։ Ճաշ, խմզոր, հաց, պոնց։ Լավ է, էլի լավ է։ Ծախսերը երևի քաղաքապետարանն է անուշու, թե կրթության նախարարությունը։ Երևի կրթության Հա, նախարարությունը։ Հա։ Ախորայություն երևի։ Կյանք ձեր ապարասիրն է, չէ՞ զարդը։ Հա, շատ։ Տոնածառու հետի զարդարանքները մի աշխարհ։ Ու տուրիստները շատ են չի գալիս նկարում։ Հա, ամենից։ Իրենք գալիս Երևան, Ռուսաստանից են, մենք գալու կնկարենք։ Հետո կընտրի Հացուտում գնում են, հա, դենտեղ համով հաց են տալիս։ Էլի շատ մարդա չէ, մտում դուրս գալիս կտուրի։ Հա, Որտեղ իրոք շատ համով բաներ են տալիս իրանք։ բայց նոր տարու օրերին հունվարի 1-ից սկսված մինչև հունվարի 15-ը ոչ մեկ չէր մտնում։ Արվեստներ չկա հա։ Ինչի է դեր կարված քո կարծիքով։ Որտեղ բոլորը տանը նոր տարի է։ Հա, դրա համար սոնական օրերը, հա, դրա համար շին։ Հա։ Մտածի,